կապ չունի դասակարգ, մաշկի գույն, հավատք։ Բոլորս մեկ լեզվով ենք խոսում, եւ այդ լեզուն սերն է։ Բաքվում ցմահ դատապարտվեցին Արայիկ Հարությունյանը, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Բաբայանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը 20 տարով։ Քաղաքացիական անձինք եւս 15-20 տարով ազատազրկվեցին։ Զուգահեռ իրականությունում ենք ապրում, որտեղ եղբայրության մրցանակին հաջորդում են դատավճիռները։ Սա ընդհանրապես հերթական անգամ վկայում է վաղուց պարզ մի իրողություն, որ խոսք չկա խաղաղության մասին, դրա բուն իմաստով։ Խոսք կա խաղաղություն պարտադրելու մասին։ Հայ ժողովուրդը հավաքական առումով մշտապես ձգտել է խաղաղության, բայց մարդիկ անգամ զգայական մակարդակով գիտեն, որ դա չկա, ասում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։ Մեզ պետք չէ համոզել, որ խաղաղությունը լավ բան է, քանի որ ցանկացած մարդ ասում է խաղաղություն լինի, մնացածը կլուծենք, բայց մարդիկ անգամ զգայական մակարդակով գիտեն, որ դա չկա։ Կա հարաբերական անդորր, կա Ալիև-Փաշինյան փաստացի պակտ, ընդդեմ հայկական պետության ինքնության հնարավոր հզորացման, իսկ առանց հզորացման չի կարող լինել կայուն եւ երկարատև խաղաղություն։ Հռոմի պապի որակմամբ աշխարհի հույսի սերմնացամների Ալիևի եւ Փաշինյանի պատճառով Բաքվում ցմահ ազատազրկված գերիների հարազատները 2 տարուց ավելի է չեն տեսնում նրանց։ Խոսում են հազվադեպ ու հատուկ վերահսկողությամբ։ Նրանք ամեն օր հույս են ունենում կվերադառնան հարազատները, բայց արդյունք դեռ չկա։ Հայաստանի իշխանությունը եւ միջազգային հանրությունը պետք է միջամտեն եւ հստակ դիրքորոշում հայտնեն։ Մեր հայրենակիցների ազատ արձակումը պետք է դառնա գերակա քաղաքական եւ իրավական առաջնահերթություն։ Կեղծ դատավարությունները չունեն եւ երբեք չեն կարող ունենալ լեգիտիմություն, սակայն սա կարող է եւ վնասում է ժողովուրդների խաղաղ համակեցությանը։ Հայաստանի գործող իշխանությունը հստակ անելիք ունի։ Գլխավոր հնարավորությունը ըստ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի Միացյալ Նահանգների փոխնախագահի Հայաստան այցն է։ Մինչդեռ Հակոբ Բադալյանը հիշեցնում է օգոստոսի 8-ին Միացյալ Նահանգների նախագահի առաջարկը Փաշինյանին ռազմաքաղաքական ղեկավարների ու գերիների վերադարձի մասին։ Միացյալ Նահանգները այս հարցում էլ, եթե ունենա հետաքրքրություն կամ դրսևորի հետաքրքրություն, պարզապես առաջնորդվելու է ինչ որ գործարքային տրամաբանությամբ, ինչը նշանակում է, որ այդ խնդրի լուծումը այդ դեպքում էլ Հայաստանից պահանջելու է ինչ որ զիջումներ։ Բնականաբար այս ամեն ինչում առանցքային հարցերից մեկն այն է, թե Հայաստանն ինչպես է բանակցում այս թեմայով, որովհետև այստեղ նաև ոչ միայն ցանկության խնդիր է, այլ նաև բանակցային հմտության եւ կարողության։ Գրեթե 11 ամիս առաջ, երբ Բաքվում դատավճիռ չէին կայացրել, զրուցել էինք Դավիթ Իշխանյանի կնոջ Հասմիկ Սարգսյանի հետ։ Նա գնահատել էր վիճակն ու ընդգծել. ոչ մի աշխատանք էլ տեսանելի չէ, բայց ուզում ենք հավատալ, որ աշխատում են։ Աշխատում են, բայց երևացող արդյունքը մրցանակ ստանալը, ձեռք սեղմելն ու խաղաղություն բառն արտասանելն է։ Անի Աբաղյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք 3w abcmedia.am պաշտոնական կայք։